Բարի լույս սիրելիներս, եթե մեկը տեսնի, որ եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի եւ Աստված մահացու մեղք չգործողին կյանքը շնորհի։ Մեղք կա, որ մահացու է, դրա մասին չեմ ասում, որ խնդրես։ Ամենայն անիրավություն մեղք է, բայց մեղք կա, որ մահացու է։ Սիրելիներս, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս սովորեցրեց սիրել իրար, բայց սիրելը նաեւ սկսում է իրար համար աղոթելով։ Աղոթն էլ գործնական սիրո արտահայտությունն է։ Երբ որ դու մեկին ասում ես սիրում եմ, քո գործով պիտի ցույց տաս, եւ առաջին գործը այդ մարդու համար աղոթելն է։ Եվ արդարի աղոթքը շատ գեղեցիկ ու ազդեցիկ է։ Հիվանդին բժշկում է, մեղքի մեջ եղող մարդուն էլ կյանք է տալիս։ Երբ որ դու աղոթում ես որևէ մեկի համար, դու նաեւ կյանք ես խնդրում այդ մարդու համար, թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Եվ մարդը միշտ կարիք ունի առողջ լինելու, կյանք ունենալու, նաեւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Եթե հոգիդ առողջ է, ֆիզիկական մարմինդ էլ առողջ կլինի։ Եթե ֆիզիկապես դու առողջ մարդ ես, դու միշտ ձգտում ես, որ հոգիդ խաղաղության ու սիրո մեջ ապրել։ Ուրեմն նշանակում է աղոթքի ճանապարհով է, որ մենք կարող ենք մեղքը մաքրել միմյանցից եւ սիրել իրար, ինչպես որ Քրիստոս պատվիրել է։ Որոնք են այստեղ նշված մեղքերը, որ մահացու են, ոմանք էլ մաքրվում են։ 5 կտակարանի մեջ կային մեղքեր, որոնք մարդիկ զոհաբերությամբ մաքրվում էին, բայց կային մեղքեր, որոնց համար նրանց սպանում էին քարկոծելով կամ ժայռից ցած նետելով։ Քրիստոնյաներիս համար ո՞րն է մահացու մեղքը։ Առաջին եւ գլխավոր եւ միակը, որ քրիստոնյային կարող է կործանման տանել, Սուրբ Հոգու դեմ հայոյությունն է։ Ինչ ասել է Սուրբ Հոգու դեմ հայոյություն։ Քրիստոսի բերած սերը, զոհողությունը, նրա փրկությունը, որ դու մերժում ես, սա հայոյություն է Սուրբ Հոգու դեմ։ Իսկ Սարգիս Նոյել վարդապետն ասում է, երբ որ դու վաճառում ես Քրիստոսին մեղք գործելու համար, նշանակում է դու Սուրբ Հոգուն ես հայոյում։ Եվ եթե դու քո այս մեղքերը չես քավում եւ չես ընդունում քո մեղքը, քո մեղավոր լինելը, դու հայոյություն ես բերում Սուրբ Հոգու դեմ, նաեւ մերժում ես այն փրկությունը, որով Հիսուս եկել է քեզ փրկելու։ Բնականաբար կան մեղքեր, որ մահացու են մեր կյանքի մեջ, ինչպես որ մենք ամեն անգամ պատարագին թվարկում ենք մահացու մեղքերը, հպարտությունը, նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկամոլությունը, բղջախոհությունը, եթե սրանք հարատև մնան մեր մեջ, մեր հոգին կսպանենք եւ կմնանք դատաստանի առջեւ միայնակ առանց փրկություն ունենալու։ Բայց քանի որ Աստված շատ սիրում է մեզ եւ իր սիրո արտահայտությունը գործնական այն էր, որ Հիսուս եկավ աշխարհ մեզ փրկելու, նշանակում է ամեն մեղքից մարդ կարող ազատագրվել, փրկվել, եթե ընդունեն բերած փրկությունը, որով Հիսուս եկել է մեզ եւ Աստծուն հաշտեցնելու։ Եվ եթե մենք հաշտվենք Տիրոջ հետ, Աստված մեզ նորից որդեգրի մեր հայրը դառնա, մենք իր զավակները, մենք կարող ենք իրար սիրել աղոթքի ճանապարհով, սիրո ճանապարհով եւ վերջապես փրկության ճանապարհով միասին շարժվել դեպի հավիտենություն։